Պարոն Կարապետյան, եթե կարելի է, Ադրբեջանի նախագահը Թուրքիից է խոսել, հայտարարել է, որ խոսել է այդ մասին, չգիտեմ, հայտարարել է, որ իրենց մասնագետները Հայաստանի այդ տարածքում, այդ 42 կիլոմետրանոց հատվածում ինչ-որ ուսումնասիրություններ են իրականացրել, նաև որպեսզի պատկերացում ունենան, թե որ հատվածներում լինեն այդ էլեկտրաէներգիայի եթությունները եւ այլն։ Ես ուզում եմ դեռ շատ հստակ չէ, նախ տեղեկություններ չկար ըստեյության, որ այդպիսի գործողություն է եղել, այսինքն այդ ուսումնասիրություն են արել ադրբեջանցիները եւ այլն։ Ես կուզեի դուք ասեիք, այս բան հստակ չի տարանցում է լինելու, թե ինչ որ նաև մենք Ադրբեջանից ստանալու ենք էլեկտրաէներգիա, դուք այստեղ ինչ-որ ռիսկեր, վտանգներ տեսնում եք, ընդհանուր առմամբ այս պրոցեսի հետ կապված գնահատականը։ Իրենց այցելության մասին մեր ուժը տեղակ է եղել, մենք ցավոք տեղակ ենք եղել ոչ թե պետական ինստիտուտների կողմից տեղեկացվելու արդյունքում, այլ մեր ունեցած կապերով մենք տեղեկացվել ենք, որ հարևան երկրից Հայաստան են եկել մասնագետներ եւ այցելություններ են կատարում Մեղրի տարածաշրջանի տարբեր հատվածներում։ Ժամանակահատված կասեք, որ խնդրեմ բան երբ է եղել այդ այցը, որտեղ իշխանությունը 2 ամսվա մեջ, այս 2 ամսվա մեջ։ Եվ ինչ վերաբերում է սուվերեն տարածքը, մեր ուժը ասում է, որ դա ճանապարհ է Հայաստանի սուվերեն տարածքում եւ որևէ երկիր իրավունք չունի դա կոչել միջանցք։ Դա ճանապարհ է Հայաստանի սուվերեն տարածքով։ Եվ եթե իրենք ուզում են Հայաստանի տարածքով անցկացնեն էլեկտրահաղորդականության գծեր, պետք է վճարեն մեզ դրա համար։ Իրենք թող վճարեն մեզ, անցկացնեն, եթե տեսնում են, որ ուզում են։ Մեր երկիրը պետք է շահի դրա մեջ։ Ինչպես մեր երկրի համաձայնությունը ստանալուց հետո պետք է վճարեն։ Չեմ վճարելու, դուք որ նման մտահոգություն եք հայտնում, եւ պարոն Կարապետյան, նախ այդ վճարման մասով ինչ տեղեկություններ ունեք, եւ երկրորդը տարանցում է լինելու, այսինքն ձեր մասնակիցների երթազման հեծի, հեծի ինչ որ թիմի հետ այնտեղ աշխատելու։ Չեմ կարող ավելի մանրամասն այս բանը, քանի որ չունեմ այդքան մանրամասն։ Գիտեմ, որ ադրբեջանցիներ են եկել Հայաստանի հարավային շրջաններ եւ դա մեզ անհանգստացրել էր, փորձել էինք ճշտել ինչի համար են եկել։ Այդ իսկ պատճառով մեզ պատասխանեցին, որ այս պատճառներով էին եկել։ Բայց եթե մի երկիր, յուրաքանչյուր երկիր հարավից, հյուսիսից, արևելքից, արևմուտքից ցանկանում է Հայաստանի տարածքով, որ անցնի ինչ որ գիծ, տրանսպորտային, լոգիստիկ, նա պետք է ուղղակի վճարի մեր պետությանը, մեր ժողովրդին, մեր սուվերեն տարածքով օդային գիծ անցկացնելու համար։ Չվճարելու մասին ինչ որ տեղեկություններ ունեք։ Ես ուղղակի շեշտում եմ, որ պետք է վճարել։ Տարանցում է լինելու թե տեղեկություն չունեք այդ մասին, պարոն Կարապետյան։ Ես տեղյակ եմ միայն Ադրբեջանի նախագահի հայտարարությունից ելնելով, որ իրենք առաջարկում են, որ տարանցում լինի Հայաստանով եւ սպասում են Հայաստանի ղեկավարության։ Եթե վճարը լինում է, դուք այդտեղ ինչ որ ռիսկեր ուրիշ չեք տեսնում։ Սուվերենության հետ կապված եթե խնդիր չի լինում եւ արդարացի վճար է ստանում Հայաստանի պետությունը, կարելի է քննարկել։ Պարոն Կարապետյան, բայց իրականում Ալիևը այնպեսի համատեքստում է խոսել, որ կուզեի ասել էլեկտրական գծերի մասին է խոսքը, էլեկտրասյուներ կառուցելու մասին է խոսում եւ այս համատեքստում է եղել, որ եթե Հայաստանը ատոմակայանը փակի եւ չօգտվի ադրբեջանական այդ երևի էլեկտրաէներգիայից, ապա էներգետիկ ճգնաժամի առաջ կհայտնվի։ Ատոմակայանի պատմությունը մի քիչ այլ պատմություն է, կան առաջարկներ, որով մենք հնարավորություն ունենք չփակել ատոմակայանը, կառուցել նոր ատոմակայան, որով երկիրը կունենա էժան հոսանք, մենք 2-3 լավ տարբերակներ ունենք, այդ իսկ պատճառով կարծում եմ հարևան երկրները անհանգստանալու բան չունեն, մեր երկիրը հաստատ ունի հնարավորություն նոր ատոմակայան կառուցելու, ունի այն պայմանները, այսինքն գործընկերն է տալիս այն պայմանները, մեկից ավել գործընկեր, որով հնարավոր է նոր ատոմակայան։ Բացի տարանցումից, ինչպես է վերաբերում, եթե Հայաստանը էլեկտրաէներգիա օրինակ ստանա Ադրբեջանից։ Չեմ կարող այս պահին պատասխանել, չեմ կարող այս պահին պատասխանել այդ հարցին, ցերեկային ժամերին Հայաստանը ունի ավելցուկ, արևային էներգետիկայի գծով Հայաստանը ամենազարգացած երկրներից է, ընդհանրապես էներգետիկայի մեջ ներդրումներով Հայաստանը ամենալավ երկրներից է, եւ կարծում եմ դուք գիտեք, որ ընկերության հաշվին այդ էներգետիկայի մեջ ներդրումները այսքան բարձր եղել եւ ինչու է էներգետիկա մրցակցային ամենալավ ոլորտը Հայաստանը, որտեղ ուժեղ ընկերություն է եղել, որը այդ ակտիվությունը, մեր ընկերությունը Տաշիր ընկերությունների խումբը, որտեղ ես մինչև այստեղ
տեղափոխվել է, աշխատել եմ։ Ինչ վերաբերվում է էներգետիկ առումով Հայաստանը դառնալու էներգիա արտահանող երկիր։ Մենք պատրաստ ենք էներգիա արտահանել ցերեկային ժամերին եւ դա իսկ այո, արևային Պարոն Կարապետյան, ես դες ճիշտ հասկացա, այդ մասով Հայաստանին համարում եք ինքնաբավ, այսինքն այդ հնարավորությունները կա, մյուս միայն գիշերային ժամերի խնդիրն է, որի լուծումը ես մի անգամ մեկ ամիս առաջ առաջարկել եմ Իսկ եթե տարանցում եք, դուք ասում եք, որ կարող է շահավետ պայմաններով այս պայն էներգետիկ հզորությունների սպეციფიკան, օրինակ, ցերեկային գիշերային ժամերին մեր ջերմաէլեկտրակայանները չեն կարողանում արագ մտնեն, իրենց պետք է մի քանի ժամ, որ մտնեն ցանց։ Այդ իսկ պատճառով չենք կարողանում այնպես անել, որ օրինակ ժամը 6-ին հենց միանա ջերմաէլեկտրակայանը։ Եվ դրա համար մենք ստեղծում ենք այս պահին մի process, որը մինչև իմ ազգային ժողով գալը ես զբաղվում էի դրանով։ Ինչ էր դա։ Գիշերային ժամերին հատուկ ջերմակայան, որ կմիանա գիշերային ժամերին։ Ցերեկը արևայինով մենք կարտանենք հոսանքը, գիշերային ժամերին կմիանա ջերմաէլեկտրակայանը, որը կբերի պարսկական արդեն գազը։ Հարց է, պարոն Կարապետյան, դուք ժամանակային սահմանափակում ունենք։ Հա, վերջին հարցը, տարանցման մասով էլ ասացիք, եթե սուվերենության եւ վճարների հետ կապված խնդիր չկա, այլ խնդիր չեք տեսնում։ Չէ, կարող ենք քննարկել։ Կարող ենք քննարկել, եթե մեր երկրի սուվերենության հարցն է, մեր գծերն են, իրենք եթե վճարում են մեր երկրին մեր գծերի համար, կարող ենք քննարկել։ Սուվերենության հետ կապված, տեսեք, այդ համաձայնագիրը, որ ստորագրվել է, ամեն դեպքում հրապարակված է փաստաթուղթը եւ սուվերենության հետ կապված այս խնդիր։ Ես դա ճանապարհ է, դա միջանցք չէ, դա ճանապարհ է եւ կարծում եմ, որ մեր խոսություններում դա պետք է անվանվի ճանապարհ։ Դուք չեք համարում, որ իշխանությունը ամեն դեպքում Ադրբեջանին միջանցք է տվել, ինչպես պնդում է ձեր ընդդիմադիր մյուս գործընկեր։ Դա տարբերություն է մեր երկու ֆրակցիաների միջև, մենք համարում ենք, որ դա ճանապարհ է եւ մենք համարում ենք, որ երբեք ոչ մի երկիր Հայաստանի տարածքում միջանցք չունի եւ չի ունենալու։ Շնորհակալություն։